Այս պատմությունը սկսվում է Քրիստոսից։ Խաչելությունից հետո, երբ թվում էր ամեն ինչ ավարտվել է, երրորդ օրը եկավ հարության լույսը, և քրիստոնեությունը աշխարհին բերեց մի նոր խոսք։ Այդ ավետիսը հասավ նաև Հայաստան, և երբ մեր երկիրը դարձավ առաջին քրիստոնյա պետությունը, Զատիկը դարձավ ոչ միայն եկեղեցու, այլ ամբողջ ժողովրդի ամենասպասված տոներից մեկը։ Զատիկին հայը հասնում է պատրաստությամբ։ Մեծ պահքը մաքրում է սիրտը, ակլատիզի օրերը հաշվում են սպասումը, ծլած ցորենը հիշեցնում է, որ կյանքը միշտ նորից է վերադառնում։ Ծաղկազարդից սկսվում է ավագ շաբաթը, դռնբացեկը բացում է լույսի ճանապարհը։ Ավագ հինգշաբթին հիշեցնում է խորհրդավոր ընթրիքը, ավագ ուրբաթը լուռ ցավը, իսկ ճրագալույցին հնչում է ամենասպասված ավետիսը՝ Քրիստոս հարյավի մեռելոց։ Այդ լույսը մտնում է տուն, կարմիր ձուն դառնում է հարության նշան, ձուկն ու չամիչով փլավը հիշողություն և խորհուրդ, իսկ զատկական սեղանը հավաքում է ընտանիքին մեկ վայրում։ Հայկական զատիկը այսօր էլ մնացել է նույնը՝ հավատ, հիշողություն, ընտանեկան ջերմություն և հաջորդ օրը աղոթք նաև ննջեցյալների համար։